Վերջին 10-ից 15 օրերի ընթացքում երասխի դիրքերի ուղղությամբ կրակոցները դարձել են պարբերաբար, գյուղից լսվում է շարժը։ Այս մասին Մեդիահաբի հետ զրույցում պատմեց երասխի բնակիչը։ Երասխիչ շարժը տեսանելի չէ, բայց գիշերային ժամերին հիմնականում 3-ից 4-ի կողմերը լսելի է թե մեքենաների շարժը եւ թե ծանր տեխնիկայի։ Իսկ վերջին 10-ից 15 օրերի ընթացքում նաեւ կրակոցներն են պարբերաբար դարձել։ Ճիշտ է, գյուղի վրա չեն կրակում, բայց գյուղից լսվում է։ Կամ մեր դիրքերին են կրակում, կամ էլ ուղակի օդ են կրակում։ Մեր տունը օդային հեռավորությամբ մոտ 600 մետրի վրա է Ադրբեջանի դիրքերից։ Ընդհանուր առմամբ իրավիճակին տիրապետող մարդը հասկանում է, որ լավ հոտ չի գալիս, բայց Երասխում բնակչության շրջանում հանգստություն է, ասաց նա։ Երասխում զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով։ Մեր զրուցակիցը ասում է, որ խուճապ ու անհանգստություն չկա։ Հակառակ այն բանի, որ Բաքվից հնչող սպառնալիքները ամեն րոպե կարող են փոխվել գործի։ Որպես նախկին զինվորական գիտեմ, որ Ադրբեջանը այս պահին սպասում է հարմար պահի։ Թե ինչ կլինի Երասխում չեմ կարող ենթադրել, բայց կուտակումներն ու հաճախակի կրակոցները փակուղի են տանում խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, հավելեց նա։